Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատություն TV-ի լրատվական կենտրոնն է, նախորդ գլխավոր թեմաների մասին։ Սասընկերության ժողովի աղմկահարույց ձայնագրության արդիվ հարուցված քրեական գործ առայժմ չկա։ Ակնհայտ է, որ այս պարագայում ես տարբերակ չեմ տեսնում, որ քրեական գործ չի հարուցվի։ Ես համոզված եմ, որ չի հարուցվի, ինչ եք ասում։ Գաղտնի ձայնագրության համաձայն ընտրողներին վերջին ձևով վախեցրած դպրոցի տնօրենը ըստ դատախազության հանցանք չի գործել։ Անձի հարցում բացակայում է հանցագործության հատկանիշները։ Որոշում են կայացրել դիտելով քրեական գործի հարցումը մերժելու մասին։ Ելք դաշինքը քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին բանավեճի է հրավիրում։ Եթե նման առաջարկը կընդունվի, ես միայն ուրախ կլինեմ եւ իրոք կտեսնենք։ Եթե չէ, ես կհամարեմ, որ պարոն Շարմազանովը եւ այն շտաբը, որը որ ինքը ղեկավարում է եւ թեկնածուն, ուղղակի վախեցավ։ Թուրքիայի ընդդիմությունը վիճարկում է 3 անցկացված հանրաքվեի արդյունքները։ Լայնածավալ զորավարժություններ Ադրբեջանում։ Անցած շաբաթ հրապարակված աղմկահարույց ձայնագրությունից հետո, որի համաձայն ՍԱՍ գրուպի մի աշխատակից ժողով էր հրավիրել ձայներ հավաքագրելու թեմայով, այսօր դեռ լուր չկա, որևէ հոդվածով քրեական գործ հարուցվել է, թե ոչ։ Մինչդեռ մասնագետները վստահեցնում են, որ հանցակազմ նկատել են և ՍԱՍ-ի գործը պետք է մանրակրկիտ հետաքննվի։ Հաշվի առնելով ձայնագրության մեջ հանցակազմի առերևույթ առկայությունը, քրեական գործ չհարուցելու տարբերակ չկա։ Ազատության հետ զրույցում համոզմունք հայտնեց փաստաբան Երվանդ Վարուսյանը, անդրադառնալով համացանցում անցած շաբաթ տարածված աղմկահարույց ձայնագրությանը, որտեղ մի տղամարդ ՍԱՍ գրուպի աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի ՍԱՍ-ի արտակի համար, հակառակ դեպքում սպառնալով նրանց ազատել աշխատանքից։ Փաստաբանի փոխանցմամբ այդ ձայնագրության մեջ առնվազն քրեական օրենսգրքի 2 հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքեր կան։ Խոսքը 149 եւ 154 պրիմ 2 հոդվածների մասին է։ Տվյալ դեպքում ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը եւ ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Այո, ակնհայտ է, որ անձանց պարտադրում են մասնակցել, պարտադրում են կոնկրետ գործողություններ կատարել կոնկրետ թեկնածուի եւ կուսակցության օգտին եւ դիմացնել կա սպառնալիք բնականաբար գույքային։ Այսինքն ակնհայտ է, որ այս պարագայում ես տարբերակ չեմ տեսնում, որ քրեական գործ չի հարուցվի։ Նշենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Հայաստան 24 կայքում հրապարակված աղմկահարույց ձայնագրությունն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով։ Փաստաբան Երվանդ Վարուսյանը կարծում է, որ ՀՔՑ-ն քրեական գործ կհարուցի, սակայն դժվար թե համապարփակ քննություն կատարվի, հաշվի առնելով, որ ընտրություններից առաջ այդօրինակ դեպքեր էլի են եղել եւ հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը միակը չէ։ Չեմ կարծում, որ սա միայն ՍԱՍ գրուպին վերաբերվող ինչ-որ երևույթ է եւ այլ բազմահազարանոց ձայներ ստացած թեկնածուները տենց վայելում էին ժողովրդի սերն ու վստահությունը եւ իրենց ձայներն այդպես հավաքեցին։ Ակնհայտ է, որ սա ընդհանուր գործընթացի մեկ ձայնագրության միջոցով երևացած մասն է, ուստի եւ լիարժեք այսպես համապարփակ քննություն եւ բոլոր փաստերի վերհանում ես չեմ ակնկալում։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մինչդեռ համոզված է, քրեական գործ չի հարուցվի։ Ես համոզված եմ, որ չի հարուցվի, ինչ եք ասում։ Որ դեպքով է քրեական գործ հարուցվել։ Ասենք այդ ծառերը կտրելու համար, կարծում եմ, որ չափազանցված է մարդուն կալանքի տակ վերցնելը այդ դեպքի համար։ Այսինքն հանկարծ Սերժ Սարգսյանը իմացավ, որ այս երկրում ինչ-որ մի բան անօրինական է եւ անմիջապես կալանավորեցին այդ մարդուն։ Մնացած դեպքերը ինքը չի իմանում, ասենք բացարձակապես էկզոտիկ էր նախագահի այս հայտարարությունը, որ ինքը չի կարող հանդուրժ երբ որ ծառ են կտրում։ Իրավապաշտպանի փոխանցմամբ այնինչ հանրությունը տեսավ ՍԱՍ գրուպի աշխատակիցների օրինակով իրականում համատարած երևույթ է եւ արտացոլում է տարիների ընթացքում ձևավորված հայաստանյան ընտրական համակարգի ողջ էությունը։ Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավականու ընտրություններին ընդառաջ նույն երևույթը տեղի է ունենում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ։ Տարոն Մարգարյանը պահանջել է 60 ձայն
ամեն մի իր աշխատողից։ Քաղաքապետարանի աշխատողներից։ Նման տեղեկությունի աշխատողներից ես վստահաբար եմ դա հայտարարում, նա ամեն մի աշխատողից 60 ձայն է ուզել։ Ասենք այստեղ արդեն ավելի գիտակցված, ավելի պաշտպանված չէ քաղաքապետարանի տարիների աշխատակից է ինքը, բայց ինչ անի, գիտեք հաճույքով չի անում այդ մարդը, բայց ուզում եմ մնալ այդտեղ աշխատել, աշխատում է։ Նույն սպառնալիքը կա, ինչպես ՍԱՍ-ի դեպքում աշխատանքը կկորցնեն, եթե այդ 60 ձայնը չկա։ Աշխատանքից ազատվելու այդ սպառնալիքն է, որը կախված է ուղիղ իր գլխին, ճիշտ է, նրան այդպես չի սպառնում, բայց դա ենթադրվում է եւ նրան ավելորդ չեն բացատրում, որտեղ նա հասկանում է, որ նա պետք է 60 ձայնը բերի։ Եվ պատկերացնում եք մարդը տարիներ աշխատում է քաղաքապետարանում եւ հոգնել է այդ վիճակից, ինչպես ինձ պատմում էին, այսինքն շատ են ուզում, որ ազատվեն հանրապետականից, բողոքում են, որ ուզում են աշխատեն, գան տուն, հանգստանան, ապրեն եւ չընկնեն փողոցները ձայն հավաքելու, ինչպես հիմա դա արվում է։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մինչդեռ Ազատության հետ զրույցում հերքեց, թե Տարոն Մարգարյանը նման պարտադրանք է դրել քաղաքապետարանի աշխատակիցների վրա։ Հայտարարում են բացարձակ սուտ է դա։ Ինքս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակից եմ։ Իմ վրա նմանատիպ բան որևէ մեկը ոչ դրել եւ առավել եւս ասեմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դրա անհրաժեշտությունը բացարձակապես չունի։ Այդպիսի ձայնագրություն չսպասենք, որ լինի քաղաքապետարանի ժողովներից։ Քաղաքապետարանի նման ժողովներ չեն լինում։ Մեկ, երկրորդը, եթե ինչ-որ մարդիկ ունեն ինչ-որ նմանատիպ բան, կխնդրեմ թող հրապարակեն։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մինչդեռ հակադարձում է, քաղաքացիները անգելանելի վիճակում են հայտնվել։ Չկա որևէ մարմին, որին կարող են դիմել եւ որն այսօր նրանց իրավունքները կպաշտպանի։ Արդյունքում մարդիկ փորձում են հարմարվել ստեղծված իրավիճակին։ Ինչ անի այն աղջիկը, որը օրինակ 0 ձայն է բերել։ Ինքը ինչպես պաշտպանվի։ Ես ելք չեմ տեսնում այստեղ։ Այսինքն եթե այդ աղջիկը գնար բողոքեր, ում բողոքեր։ Ով էր նրան պաշտպանելու։ Մարդու իրավունքների պաշտպանը այստեղ չունի, ինչ որ անելիք։ Ես չգիտեմ մարդու իրավունքների պաշտպանը ինչով է զբաղված։ Մենք տեսանք, որ Սարիթաղի դեպքերով նա ինչ է հայտարարել, որ ինքը միտում է տեսել ոչ խաղաղ մարդկանց մոտ, հա, ինքը չի տեսել այդ տուժված քաղաքացիներին, այսինքն հիմա եթե այդ հայտարարությունը քաղաքացին լսում է եւ մենք բավականին թափանցիկ գիտենք ինչ է տեղի ունեցել Սարիթաղում, ինքը ոնց կարող է դիմի այլևս օմբուդսմենին իրեն պաշտպանելու համար, եթե նա քաղաքացուն ուղղակի մեղադրում է։ Հիշեցնենք, համացանցում ձայնագրության տարածումից հետո մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ որակեց ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները։ Արման Թաթոյանը նաև վստահեցրեց, թե իր իրավասության սահմաններում կերաշխավորի իրեն այդ հարցով դիմողների գաղտնիությունը։ Ընտրողներին վերջին ձևով վախեցնելու խոստովանության մեջ դատախազությունը հանցակազմ չտեսավ։ Իրավապահները հանցակազմ չնկատեցին նաև իրազեկ քաղաքացիների միավորման հրապարակած մյուս 113 տնօրենների ձայնագրությունների պարագայում, որտեղ տնօրենները խոստովանել էին ձայներ էին հավաքել իշխող կուսակցության համար։ Դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ 114 ձայնագրություններից միայն մեկում քրեական գործի հիմքեր կային։ Ավելի ուշ սակայն պարզվեց Գյումրու թիվ 37-ի դպրոցի տնօրենի պարագայում ոչ թե սպառնացել է տնօրենը, այլ ասել է, որ ՀՀԿ-ին չընտրելու դեպքում կնեղանա ցուցակում ընդգրկված անձանցից։ Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Նախապատրաստված նյութերը ուսումնասիրելուց հետո դատախազությունը քրեական գործի հիմքեր չի գտել։ Ազատությանը փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Հրապարակումը նույնպես ուսումնասիրվել է մեր կողմից, ուղարկվել է համապատասխան ոստիկանության բաժին եւ նախապատրաստվել են նյութեր, որի ժամանակ որից է փաստական տվյալներ ձեռք չեն բերվել կոնկրետ անձի արարքում հանցագործության հատկանիշների վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերի հիման վրա մենք տվել ենք անհրաժեշտ իրավական գնահատական այն առումով, որ անձի արարքում բացակայում է հանցագործության հատկանիշները։ Որոշում ենք կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Գլխավոր դատախազությունը հիշեցնենք իշխող հանրապետականի օգտին ընտրողներին ցուցակագրած 114 տնօրեններից միայն թիվ 37 դպրոցի տնօրենի դեպքում էր քրեական հանցագործության հատկանիշներ նկատել։ 1700 հոգանոց ցուցակ ներկայացրած Աստղիկ Ավետիսյանը իրազեկ քաղաքացիների միավորման ներկայացրած ձայնագրությունում պատմում էր, թե ինչ սկզբունքով էր հավաքագրել ընտրողներին։ Շատ եկել վստահելի մարդիկ են իրանք։
1000 անգամ ստուգված մարդիկ են։ Մենք կարող ենք 10,000 հոգի կրել, բայց հաստատ չեն կրել անիմաստ թվեր։ Չէ, որովհետև սովորաբար մի 100-200 հոգանոց են ցուցակները, ձեր շատ է, էլի մի քիչ։ Հաստատ ես մենակ չեմ արել, իմ ամուսնուց էլ այս ոլորտին է։ Ես խոսքով իրանց հետ խոսում եք նորմալա, ասում եք։ Իրենք հետ աշխատում են ասել մի ամիս, ամեն օր, ամենավերջի տևով վախեցնելով էլ էսպես։ Մինչդեռ նախաքննության ընթացքում պարզվել է, ամենավերջին ձևով վախեցնելու մասին խոստովանած տնօրենը ոչ թե սպառնացել է, այլ նեղացել։ Խոսքը գնում էր վախեցնելու մասին, բայց այդ վախեցնելու հանգամանքը նախապատրաստված նյութերի ընթացքում որևիցե ձևով չի հիմնավորվել։ Այսինքն ինքը պարզ ձայնագրությունը Դե ինքը այդ անձամբ ես էլ եմ լսել այդ ձայնագրությունը, ուրեմն ասեմ, ինքը կոնկրետ անձը մեկնաբանել է հետևյալ կերպ, որ վախեցնել լինի նկատի ունեմ, որ ասել եմ, կնդրեք, եթե չեք, ես ձեզանից կնեղեմ։ Ընդամենը այդ ոչ նման սպառնալիքներ կամ վախեցնել չի եղել։ Այսինքն այդ վախեցնելը այն արտահայտվել է նրանում, այո։ Ինչ որ ինքը ասել։ Ոչ։ Մենք համենայն դեպս մեր կողմից նախապատրաստված նյութերում նման տվյալներ ձեռք չի բերվել։ 1700 ցուցակագրվածներից քանիսն են հարցաքննվել։ Հարցաքննվել են բազմատիվ անձիկ, որոնք նույնպես հեշտել են տնօրենի կողմից իրենց նկատմամբ որևէ սպառնալիք տալու կամ վախեցնելու հանգամանքը։ Մոտավորապես կարող եք ասել ինչքան մաս է։ Ինքը 1700 հոգանոց այսպես ասած։ Որովհետև հիմա ես չեմ կարող կոնկրետ թվականակ ասեմ, բայց բազմատիվ անձիկ են հարցաքննվել։ Եվ դատախազությունը է կայացրել այդ մերժման որոշումը։ Ոչ, մերժման որոշումը կայացրել է հետաքննության մարմինը, դատախազությունը ստուգել է նշված որոշման օրինականությունը։ Այսինքն դատախազությունը գտել է, որ նախաքննություն իրականացնող մարմինը հետաքննություն իրականացնող մարմինը կայացրել է օրինական որոշում, այո։ Իրազեկ քաղաքացիների միավորման ձայնագրություններում Գյումրիից 3 դպրոցի տնօրեն կար։ Նրանցից մեկը թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարփինյանը իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանին դատի տված 30 տնօրենների թվում է։ Հավելենք, որ խորհրդարանական ընտրությունների օրը Շիրակի մարզի դատախազությունը շուրջ 30 ահազանգ է ուսումնասիրել։ Մեկ գործով հարուցվել է քրեական գործ։ Ընդամենը ունենք մեկ հարուցված քրեական գործ, անձի կողմից կրկին անգամ քվեարկելու փորձին է առնչվում այդ դեպքը, նշված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Առաջիկայում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի այս գործը։ Հանրապետական կուսակցությունը վստահեցնում է, որ պարզ ճակատով է գնում Երևանի քաղաքապետի ընտրության, քանի որ չկա մի ոլորտ, որտեղ ավականու հանրապետական խմբակցությունն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջընթաց արձանագրած չլինեն։ Փոխարեն ընդդիմադիրները միանգամից ուշադրություն են հրավիրում քաղաքի կաթվածահար հանրային տրանսպորտի վրա, որը համարում են քաղաքապետարանի աշխատանքի գլխավոր ցուցիչներից մեկը։ Չկա մի ոլորտ, որտեղ ավականու հանրապետական խմբակցությունն ու Տարոն Մարգարյանը առաջընթաց արձանագրած չլինեն, պնդում է ավականու ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը։ Հրայր Թամրազյանի վերլուծական ծրագրում կուսակցության խոսնակը հայտարարեց, որ երևանցի ընտրողներին առաջին հերթին արված աշխատանքն են ներկայացնելու, նոր հետոխոստումներ։ Կանաչապատումից սկսած մինչև բարեկարգում քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարում, այստեղ վերջին 4 տարիների ընթացքում քաղաքային տնտեսությունը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բավականին լուրջ առաջընթաց է ապահովել։ Ինչու եմ այդպես նման համոզումով ասում, որովհետև 2013 թվականին ինքս ղեկավարել եմ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը, շատ լավ հիշում եմ անկիր այն ծրագրային դրույթները, որոնք մենք խոստանում ենք, եւ դրանց մեծ մասը կատարվել է հիմնական թեզերը։ Փոխարենը Շարմազանովը թերահավատ է իրենց մրցակիցների Զարուհի Փոստանջյանի Երկիր ծիրանի կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած Ելք դաշինքի մասով։ Այսօր մասնակցում եմ մի կուսակցություն, որի մասին բացի Տիկին Փոստանջյանից մնացածի մասին ոչ մեկ գրեթե Հայաստանում չգիտի այդ ինչ կուսակցությունն է, մենք ճանաչում ենք Տիկին Փոստանջյանի ֆեյսով եւ ծիրանագույն զգեստով։ Այդ գիտենք։ Ելքը նոր քաղաքական ուժ է, որի համար այս ընտրությունը շատ լավ շանս է ստանալ երևանցիների ձայնը, որպեսզի նա կարողանա լեգիտիմացնել իր ընդդիմադիր կարգավիճակը։
Այդուհանդերձ արդեն հայտնի է, որ ընտրություններին մասնակցող 3 ուժերն էլ այս կամ այն չափով ներկայացված լինելու են քաղաքապետարանում, քանի որ ըստ օրենքի ավականին պետք է 3 ուժ ձևավորի։ Շարմազանովը սակայն ասում է, մեծամասնությունը կլինի հանրապետականը։ Ընտրություններից հետո կունենանք այնպիսի ավականի, բնականաբար ըստ Իսլամ Մարկանի գլխավորության, որը կարող է լուծել իրենց երևանցիների առջև ծառացած խնդիրները եւ մենք ժողովրդավարական քաղաքական ուժ ենք եւ գտնում ենք որ տարբեր մոտեցումներ շատ կարեւոր։ Ես ինքս տեղյակ չեմ, դեռևս ծանոթ չեմ մեր հարգարժան ելքի եւ հարգարժան Երկիր Ծիրանի գործընկերների նախընտրական ծրագրին, միգուցե իրաց մոտ լինեն եւ չեն բացառում լինել առողջ առաջարկներ, կտեսնենք։ Մենք որևէ մեկի դեմ սև PR, որևէ մեկի դեմ պայքարելու խնդրի չունենք մենք։ Տարոն Մարգարյանի մրցակից Զարուհի Փոստանջյանը հակադարձում է գործող քաղաքապետի աշխատանքի արդյունքը երևում է օրինակ ձմռանը մայրաքաղաքի փողոցներում։ Եվ հանրային տրանսպորտը ինչպես է աշխատում եւ նաեւ խցանումները ինչպիսին են, ամեն ինչ մեր աչքերի առջև է, թե ինչպես է նաեւ աղբահանությունը տեղի ունենում, այնպես որ Երևանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում եւ այս լուծումները հասկանալի է, որ տարիներ շարունակ ապարդյուն են եղել, այսինքն որևէ մեկը չի ցանկացել լուծում տրամադրել։ Նորաստեղծ Երկիր Ծիրանի կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախ կոռուպցիայի դեմ պայքարն է կարևորում։ Զարուհի Փոստանջյանի խոսքով քաղաքապետարանում վերից վար պետք է փոխել ողջ համակարգը։ Առաջնահերթ է դադարեցումը գողության, մեր հանրային գումարների յուրացման եւ եթե մենք տեսնում ենք, թե ինչպես են պետական պաշտոնյաները այդ ընթացքում նաև հարստացել, ապա հասկանում ենք, որ այդ գումարները հանրային գումարներ են։ Մենք խնդիր ունենք նաև մաքրելու այդ տարածքը, որովհետև հասկանում ենք ամբողջ տարածքը փչացած է եւ վերիցված կոռումպացված։ Որքանով էական կլինի ընտրակաշառքը այս ընտրություններում, իշխանական կուսակցությունում համոզված են փողը դեր չունի։ Ընդդիմադիրները փորձելու են քվեարկողներին համոզել չվերցնել։ Հասել ենք նրան, որ գրեթե ընտրակաշառքի ազդեցությունը քաղաքացու գաղտնիության արտահայտման համար գրեթե զրոյացվում է։ Եվ ես որպես արդեն նախընտրական շտաբի պետ բնականաբար ես այսօր կարող եմ ասել, նախկինում եմ ասել, մենք պետք է Հայաստանում զարգացնենք ժողովրդավարությունը։ Օրենքը ով կխախտի, հանրապետական կլինի, ելքից կլինի, Ծիրանից կլինի, թե այլ կուսակցության դիտոր կլինի, պետք է պատժվում։ Որևիցե մի քաղաքական ուժ ինքնուրույն կամ մի քանի ուժեր միասին չեն կարող պայքարել այսպիսի ապօրինությունների դեմ, որովհետև իրենք իրենց ոստիկանությունը չունեն, դատարանը չունեն, իրենք իրենց դատախազությունը չունեն։ Սա իրավապահ մարմինների գործառույթն է։ Պայքարը մեր այլ տիրույթում է, բացատրել քաղաքացիներին, որպեսզի նրանք չկաշառվեն, նրանք չվախենան, ովքեր չեն վախենում, միանան մեզ։ Գալիս ենք ազատագրելու Երևանը։ Ավականու ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է ուրբաթ ապրիլի 21-ին։ Կասկածի տակ առնելով, թե Տարոն Մարգարյանը ցանկացած ոլորտում կարողացել է առաջընթաց արձանագրել, ելքդաշինքն իշխող հանրապետականի քաղաքապետի թեկնածուին բանավեճի է հրավիրում իրենց թեկնածուի Նիկոլ Փաշինյանի հետ։ Հետևյալ առաջարկն եմ անում եւ մարտահրավերն եմ անում կազմակերպել պարոն Մարգարյանի եւ պարոն Փաշինյանի բանավեճը, որտեղ պարոն Մարգարյանը համառոտ ձևով կներկայացնի երևանցիներին, թե ինչ աշխատանք է արվել։ Եթե նման առաջարկը կընդունվի, ես միայն ուրախ կլինեմ եւ իրոք կտեսնենք։ Եթե չէ, ես կհամարեմ, որ պարոն Շարմազանովը եւ այն շտաբը, որ ինքը ղեկավարում է եւ թեկնածուն, ուղղակի վախեցավ պատասխանատվությունից եւ ուղղակի սա օդում ասված խոսքեր են։ Լեգիտիմացնել բառը, կարծում եմ, տենց ցայտնոտային իրավիճակի մեջ է գցում իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ, որովհետև իրանք ինչ ընտրություն անցկացնում են, լեգիտիմացնելու խնդիր ունեն։ Ելքդաշինքը որևիցե բան լեգիտիմացնելու խնդիր չունի։ Մեր ընտրողները գնված ընտրողներ չեն։ Մենք փողով падգամավորներ գործի չենք ընդունել։ Մենք ունենք ռեալ ձայներ եւ այդ մարդիկ այս անգամ նույնպես գնալու են եւ քվեարկելու են ելքդաշինքի օգտին։ Ասեմ ավելին, մենք եռապատկելու ենք Երևան քաղաքում մեր արդյունքը։ Մենք վստահ ենք, որ այս ընտրություններին կրկին փորձելու են օգտագործել պետական ռեսուրսը եւ օգտագործվելու է փող բաժանելու մեխանիզմը։ Ստեղ կա մի շատ լավ գործիք, որը որ շատ ռեալ է օգտագործել։ Իր որոշումով քաղաքացին է։ Նա, եթե որոշում կայացնի
չվերցնել այդ գումարը եւ մասնակցի, որտեվ 400,000 մարդ Երևանում չի մասնակցում ընտրությունների։ 400,000 մասնակցում է, 400,000 չի մասնակցում։ Եթե քաղաքացին մասնակցի, գնա քվեարկի, մենք այդ քվեն կպահենք եւ վստահեցնում եմ ձեզ, որևիցե ձայն չի կորելու եւ Երևանը կունենա ընդդիմադիր քաղաքապետ եւ դա կարող է շատ լուրջ հետևանքների բերի եւ շատ լուրջ փոփոխությունների հանրապետական մասշտաբով։ Եթե դուք ավականու ընտրություններում առաջինը չեղաք, Նիկոլ Փաշինյանը պատգամավորի, թե ավականու անդամի տեղը կնախընտրի։ Այն փաստը, որ մենք առաջադրել ենք որպես քաղաքապետի թեկնածու պարոն Փաշինյանին, խոսում է նրա մասին, որ մենք գնում ենք հաղթելու։ Մենք չենք քննարկում այլ տարբերակներ։ Բնական է ժամանակը կգա, մենք դրա մասին կխոսենք։ Երևանցուց է կախված, եթե գնա քվեարկի, մենք այդ ձեները կպահենք եւ պարոն Փաշինյանը կլինի քաղաքապետ։ Իշխող կուսակցության կարծիքով գրեթե բոլոր ոլորտներում առաջընթաց արձանագրած քաղաքապետ Տարոն Մարգարյանը ըստ պաշտոնական հայտարարագրերի կարելի է նկատել, որ առաջընթաց է գրանցել նաև ունեցվածքն ավելացնելու տեսանկյունից։ 2001 թվականից ի վեր, երբ նա առաջին անգամ զբաղեցրեց պետական պաշտոն։ Քաղաքապետի մյուս թեկնածուների Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի ունեցվածքն անհամեմատ պակաս է։ Քաղաքապետի 3 թեկնածուներից ըստ հայտարարագրերի ամենահարուստը արդեն 6 տարի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանն է։ Եթե Զարուհի Փոստանջյանը հայտարարագրել է պատգամավորի իր տարեկան աշխատավարձը մոտ 5.5 միլիոն դրամ, Նիկոլ Փաշինյանն էլ $2,500 եւ Hyundai մեքենան, ապա Տարոն Մարգարյանը 2016 թվականին հայտարարագրել է 250 միլիոն դրամ, $45,000, 50,000 եվրո, միասին մոտ $600,000 չափ Գումարից բացի քաղաքապետը նաև իրեն պատկանող բազմաթիվ շենքեր է հայտարարագրել մեծ մասը Ավանում, որտեղ 6 տարի թաղապետ է եղել։ Ավանում Տարոն Մարգարյանը 2 մեծ շենք ունի, մոտ 3700 եւ 1600 քառակուսի մետր մակերեսներով, 1 առևտրի կենտրոն, 1 բնակարան եւ 2 ավտոտնակ։ Երևանի կենտրոնում Թումանյան փողոցի շենքերից մեկում քաղաքապետը մի ամբողջ հարկաբաժին ունի, ինչպես նաև ամառանոց ջերմուկում։ 2016 թվականին Տարոն Մարգարյանը հայտարարագրել է 1 մեքենա, Mercedes, ինչպես նաև նշել, որ 50% բաժնեմաս ունի Z&Z ընկերությունում։ Քաղաքապետի 1 տարվա եկամուտ ունեցվածքի համեմատությամբ բավական համեստ է։ Ըստ Տարոն Մարգարյանի հայտարարագրի նա ստացել է 5 միլիոն դրամ աշխատավարձ եւ 25 միլիոն դրամ իր երկրորդ Mercedes-ի վաճառքից։ Տարոն Մարգարյանի կինը գործազուրկ Գոհար Սարգսյանը եւս միլիոնատեր է։ Նա 2011 թվականից ի վեր հայտարարագրում է անփոփոխ 50 միլիոն դրամ։ Ուշագրավ է, որ քաղաքապետի կինը այս ընթացքում միայն 1 անգամ է եկամուտ հայտարարագրել։ 2012 թվականին Տարոն Մարգարյանի կինը նվիրատվության կամ օգնության կարգով մոտ 40 միլիոն դրամի բնամթերք է ստացել, որը սակայն հետագա տարիներին որևէ կերպ այլևս չի հիշատակվում։ Ի տարբերություն կնոջ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ 2013 թվականին Երևանի ավականու նախորդ ընտրությունների ժամանակ Մարգարյանի անշարժ եւ շարժական գույքն ավելի շատ էր։ Այդ ժամանակ քաղաքապետը 2-ի փոխարեն 3 ավտոտնակ ուներ նաև հողամաս, 1-ի փոխարեն 3 մեքենա։ 2014 թվականին սակայն Տարոն Մարգարյանը վաճառել է հողամասը եւ Range Rover մեքենան, դրանց դիմաց ստանալով 170 միլիոն դրամից ավելի գումար։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը գումարելով Տարոն Մարգարյանի գույքն ու փողերը մոտ $10 միլիոն էր գնահատել քաղաքապետի կարողությունը եւ 2013 թվականին դատախազություն դիմել պարզելու, ինչպես է ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած երիտասարդ քաղաքապետը նման կարողություն դիզել։ Դատախազությունը սակայն մերժել էր քրեական գործ հարուցել Մարգարյանի դեմ, ապացուցված չհամարելով, որ այդ կարողությունը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասում է, քրեական գործ հարուցելու հիմքեր կային, ինչպես 4 տարի առաջ, այնպես էլ հիմա, սակայն անգամ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը չի տա հարցերի պատասխանները։ Հանցակազմի իրենք դրա մեջ չտեսան, դա իհարկե խայտառակ պատասխան էր, որովհետև առաջին գործը, որ պետք է անել գլխավոր դատախազը, դա այդ անհամապատասխանության հիմքի վրա սկսել քննություն։ Բայց դա չի արվել, չի էլ կարող արվել, մինչև Հայաստանում գործում է այն ռեժիմը, կոռուպցիոն, ավազակապետական, որը տարիներ շարունակ հաստատված է։ Նաև պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ լրագրողական հետաքննություններ կատարող հետքպարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասում է, անգամ նախընտրական շրջանում քաղաքապետին անհնար է ուղղել տարիներ շարունակ անպատասխան մնացող այս հարցերը։ Նախընտրական փուլ է, բայց հիմա իրանց sense մի ուղղակի մեջ կպահեն, որ հանկարծ կողքից
ճակերտներով անհասկանալի որևէ լրագրող հարց չտա։ Չգիտեմ, Տարոն Մարգարյանը հիմա ոչ մեկը չի պատասխանում որտեղից իրենց հետ ունեցվածքը։ Հա, չեն ասելու, նորից հայտնի չի դառնալու թե որտեղից իրենց առաջին միլիոնը, ոչ միայն առաջին միլիոնը, սովորաբար ասում են առաջին միլիոնի մասին հարցեր մի տվեք, բայց դե գոնե մնացածի մասին էլ չենք կարողանում հարցեր տալ։ Ում հարցին պիտի պատասխանի լրագրողների, դատարանի, դատախազի, դրանով պիտի զբաղվի իրականում։ Եթե ապօրինի ձեռք բերված ապօրինի հարստություն է, բնականաբար իրավապահ մարմինները։ Որտեղ նայ, մարդ միշտ պետական պաշտոնյա է եղել, դու հաշվարկում ես թե ինչքան կարող է ինքը աշխատած լինել այդ տարիներին, չհաշված որ ընտանիք, ծախսեր, այդ տների պահպանությունը մենակ հսկայական գումար է։ Այսինքն ողջամիտ չի, որ ինքը այդքան իր աշխատավարձով այդքան ունեցված կարող է ձեռք բերել տարիներ շարունակ, եթե չգիտեմ, սովորական մարդիկ իրենց պատշգամբը տարիներ շարունակ չեն կարողանում վերանորոգել։ Էդիկ Բաղդասարյանը կարծում է, ունեցվածքի մասին հարցերին պատասխանել չի օգնի նաև հուլիսից ուժի մեջ մտնող օրենքը ապօրինի հարստացման քրեականացման մասին։ Այդ կոռուպցիայի օրենքը, որ ընդունել են, դա ընդհանրապես պետք չէ։ Մեզ այդ օրենքը ինչներիս է պետք։ Հայաստանում բազմաթիվ օրենքներ կար, որոնց միջոցով կարելի էր այդ ապօրինի ձեռք բերված ունեցվածքը ջրի երես հանել եւ բերել բյուջե, ոչ թե նորից վերաբաշխել այդ ունեցվածքը մեկին վերցնելով մյուսին տալով։ Եվ այսպես Թուրքիայում 3 անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով նոր սահմանադրության նայու է ասել քվեարկածների ավելի քան 51%-ը դեմ է քվեարկել ավելի քան 48%-ը։ Քվեարկությունը սակայն ամբողջովին հարթ չի անցել։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը եւ վերահաշվարկ է պահանջում ձայների շուրջ 60%-ի պարագայում։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ 3 տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները իրական պատկերը չեն արտացոլում եւ քաղաքացիների առնվազն 50%-ը ոչ է քվեարկել նոր սահմանադրությանը։ Նշենք նախնական արդյունքների համաձայն Թուրքիայի քաղաքացիների 51.4%-ը այո, իսկ 48.6%-ը ոչ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների ավելի քան 85%-ը, շուրջ 50 միլիոն քաղաքացի։ Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քլշդարօղլուն հայտարարել է, որ պահանջելու են ձայների շուրջ 60%-ի վերահաշվարկ։ Bir referandum gerçekleştirdik. Ընդդիմության գլխավոր առարկությունը Գերագույն ընտրական հանձնաժողովի որոշումն է, որի համաձայն ընտրական հանձնաժողովների կողմից չկնքված քվեաթերթիկները վավեր են համարվել։ Ի պատասխան Գերագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Սադիկ Գյուվենը հայտարարել է, թե նման որոշում եղել է նաև նախորդ ընտրությունների ժամանակ եւ արդար չէր լինի տեխնիկական անփութության պատճառով անվավեր ճանաչել քաղաքացիների ձայները։ Անադոլու գործակալության հաղորդմամբ սահմանադրական հանրաքվեի վերջնական արդյունքները կամ փոփվեն 11-12 օրից։ Artık Türkiye'nin kitabında Allah'ın izniyle patinaj olmayacak. Մինչ այդ սահմանադրական փոփոխությունները ձեռնարկած Իշխող արդարություն եւ զարգացում կուսակցությունը, ինչպես նաեւ նոր սահմանադրության կողմնակից ազգայնական շարժում կուսակցությունը տոնում են իրենց հաղթանակը։ Երեկոյան Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը իր համակիրների առաջ ելույթ ունենալով հայտարարել է, թե ապրիլի 16-ը ողջ Թուրքիայի հաղթանակն է։ Թուրքիայի որոշ թերթերի գլխագրերն այսօր եւս ազդարարում են նոր սահմանադրության հաղթանակը։ Թուրքական Yeni Shafak, Milliyet թերթերը այոյի հաղթանակը Թուրքիայի հաղթանակն են համարում։ Habertürk-ը գրում է, թե հաղթել է Էրդողանը։ Մինչդեռ ընդդիմադիր Ջումհուրիետ պարբերականը քվեարկության արդյունքները վիճելի է համարում, իսկ Սաբահը այս հանրաքվեն ժողովրդական հեղաշրջում է որակում։ Իսկ Արևմուտքը Թուրքիայի հանրաքվեի արդյունքները մտահոգիչ է համարում։ Հանրաքվեն չէր համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին։ Այսօր Անկարայում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական
պետական առաքելության ղեկավար Սեզար Ֆլորին Պրեդան։ Միջազգային դիտորդների գնահատմամբ հանրաքվեն անհավասար պայմաններում է անցկացվել եւ լրատվամիջոցները ավելի շատ տեղ են տվել ԱՅՈ-ի քարոզարշավին։ Միջազգային դիտորդները անընդունելի են համարել Գերագույն ընտրական հանձնաժողովի չկնքված քվեաթերթիկները վավեր ճանաչելու մասին վերջին պահին կայացված որոշումը։ Այսօր երեկոյան նախագահ Թայիպ Էրդողանը Անկարայում անվտանգության խորհրդի, ապա նախարարների խորհրդի նիստ է հրավիրել։ Թուրքական մամուլը գրում է, թե նիստի ժամանակ քննարկվելու է հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում գործող արտակարգ դրությունը երրորդ անգամ երկարաձգելու հարցը։ Էրդողանը երեկվա իր ելույթում խոսեց նաև մահապատժի վերականգնման հարցը կրկին օրակարգ բերելու մասին։ Իսկ այսօր նրա հիմնադրած Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավարությունը հայտնեց, թե պատրաստվում են Էրդողանին հրավիրել կրկին անդամակցել իր կուսակցությանը, ինչն արդեն թույլատրելի է նոր սահմանադրությամբ։ Թուրքիայում երեկ տեղի ունեցած հանրաքվեի թեմայով այսօր զրուցել ենք Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ, առաջարկում եմ դիտել զրույցից մի քանի հատված։ Նախնական արդյունքներով փաստորեն ԱՅՈ-ն հաղթել է, խնդրում եմ կբացատրեք, թե ինչ է ենթադրում, ինչ նորություններ է բերում նոր սահմանադրությունը։ Թուրքիան անցում կկատարի նախագահական համակարգի, ինչն է Թուրքիայի քաղաքացիներին, հատկապես լիբերալ թևին այսքան անհանգստացնում։ Շնորհակալություն հրավերի համար։ 18 կետից բաղկացած համանդրական փաթեթը այս համանդրական բարեփոխումներին ներկայացված իր մեջ պարունակում է մի շարք կետեր, բայց դրանց առանցքը կառուցված է հետևյալ գաղափարի շուրջ, որ հանրապետության նախագահը ստանում է գործադիր նախագահի հարիր լիազորություններ, այսինքն դա ամերիկյան եւ ֆրանսիական եւ ռուսական ուրեմն նախագահներին հարիր նախագահական համակարգ, այսինքն երեքի ինչ որ մի սիմբիոզ գումարած դրան Էրդողանի մեկնաբանումը, այնպես ինչպես արտացոլվել է համադրական բարեփոխումները այս փաթեթում։ Եթե շատ գլխավոր կետերը ներկայացնենք, դրանք հետեւյալն է, վերանում է վարչապետի պաշտոնը։ Այսինքն այն պաշտոնը, որը 1923 թվականից ի վեր հանրապետության հռչակումից ի վեր եղել այն կարևոր պաշտոնը, որ ղեկավարել է գործադիր իշխանությունը, այս պայմանությամբ այսինքն 2 տարի հետո, երբ ուժի մեջ կմտնի ամբողջությամբ, բայց 19 թվականի նոյեմբերի ընտրություններով ամբողջությամբ ուժի մեջ կմտնի այս բարեփոխումների փաթեթը, այդ ժամանակվանից կվերանա։ Այսինքն նախագահը կնշանակի նախարարներին։ Այո, նախագահը կնշանակի նախարարներին, ինչպես նաև կնշանակի փոխնախագահի կամ փոխնախագահների, որոնք պատասխանատու կլինեն առանձին ոլորտների համար։ Երկրի խորհրդարանը ներկայիս 550-ից կդառնա 600։ Իդեպ պետք է նշել, որ 82 թվականի սահմանադրությունը երբ ընդունվեց, խորհրդարանը ուներ 400 պատգամավոր, հետո 87 թվականին դարձավ 450, 95 թվականի սահմանադրական հանրաքվեը ունեցավ, այն դարձավ 550 եւ այժմ փաստորեն 600 է։ Պատճառաբանությունը հետեւյալն է, որ երկրի ազգաբնակչությունը մեծացել է, հետեւաբար հարկավոր է, որ ավելացվի նաեւ յուրաքանչյուր պատգամավորներին դատա իրավական համակարգում։ Նախագահը ստանում է բացարձակ մեծամասնություն այդ համանդրական դատարանում եւ դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդում նշանակումներ կատարելու իրավունք։ Ներքին նախագահ իրավունք է ստանում ցրել խորհրդարանը։ Նա ներկայացված նախարարները ամբողջ չէ որ հետայսու պարտադիր չէ որ ստանան խորհրդարանի վստահության քվեն։ Եվ մի շարք այլ ուրեմն կետեր, որոնք ուղղված են մեկ բանի հնարավորինս վերացնել հավասարակշռումների եւ զսպումների մեխանիզմը, որով Թուրքիայի ժողովրդավարությունը հայտնի է եղել տասնամյակներ շարունակ եւ ավելին որպես մոդել ծառայել մի շարք իսլամադավան երկրների համար։ Պարոն Տեր-Մաթևոսյան, ես ուզում եմ մեջբերել Էրդողանի կողմնակիցների, ԱՅՈ-ի կողմնակիցների փաստարկներից, թե ինչու էր հարկավոր սահմանադրությունը փոխել։ Նրանք նշում են, որ 1980 թվականի զինված հեղաշրջման հաջորդած շրջանում գրված սահմանադրությունը պետք է փոխել, որպեսզի հնարավոր լինի դիմակայել անվտանգության ու
անվտանգության եւ նաեւ քաղաքական նոր մարտահրավերներին, խուսափել թույլ կոալիցիոն կառավարություններ ունենալուց, ինչպիսիք նախկինում եղել են, եւ նրանց կարծիքով նաեւ խորհրդարանական համակարգը այս նախագահականով փոխարինելը նաեւ կմոդեռնիզացնի երկիրը։ Դուք այս տեսակետերի եւ իրականության միջև ինչպիսի աղերս եք տեսնում։ Իսկապես այդ սահմանադրությունը հնացած էր եւ դրա միջոցով հնարավոր չէր դիմակայել ժամանակակից մարտահրավերներին։ Այն հանգամանքը, որ 1982 թվականի սահմանադրությունը գրվել է փակ դռների հետևում եւ այն չի արտացոլում ժողովրդավարության արժեքները, դա միանշանակ է։ Իսկ այն փաստարկը, որ կոալիցիոն կառավարությունները ուրեմն քայքայում են Թուրքիայի ժողովրդավարությունը, դա եւս խիստ խոցելի է, որովհետեւ 2002 թվականից հետո Թուրքիայում եղել է միահեծան կառավարություն, մեկ կուսակցությունից կազմված կառավարություն, սակայն դա ամենևին չի նշանակում, որ Թուրքիայում եղել է կայունություն կամ Թուրքիայում արձանագրվել է այնպիսի արդյունքներ, որոնք կխոչընդոտեն այդ երկրի իրական արդյունքը կամ չէին խոչընդոտի, որովհետև 2002-ից 2007 թվականները համարվում են ԱԶԿ-ի կառավարման լավագույն տարիները, երբ այդ կուսակցությունը ունենալով միակուսակցական կառավարություն կարողացավ իրական բարեփոխումներ անցկացնել մի շարք ոլորտներում եւ որոնք էլ համարվում են այդ կուսակցության այն ոսկեդարը, ասած ոսկե շրջանը, 5 տարի, այո, որ կարողացան մի շարք բարեփոխումներ իրականացնել մի շարք էական վայրերում, կարողացան երկրի մեջ մի շարք կառուցվածքային փոփոխություններ իրականացնել եւ կարողացան աջակիցների մեծ բանակ ձեռք բերել։ Այնպես որ մեկ այլ փաստարկն էլ այն է, որ տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում Թուրքիայում եղել է խորհրդարանական կառավարման համակարգ, երկրում կուտակվել են մի շարք անլուծելի խնդիրներ, այժմ հարկավոր է փորձել նախագահական կառավարման համակարգը, քանի որ այն ի զորու կլինի լուծել այն խնդիրները, որոնք ծառացել են երկրի առջև։ Դա եւս խիստ ինքնատիպ մեկնաբանություն է, որովհետև ակնկալել, որ չփորձված համակարգը կարող է լուծել խնդիրները, այն էլ նմանատիպ մթնոլորտում, երբ չկան հակակշիռների եւ զսպումների մեխանիզմներ, խիստ խոցելի ուրեմն արգումենտ է եւ ավելի հետաքրքիր է վերջին հանգամանքը այս առումով, որ կուսակցության ղեկավարությունը ԱԶԿ-ի նշում է, որ կփորձենք, եթե չստացվի, վերադառնանք խորհրդարանական համակարգին։ Եվ ոչի կողմնակիցների փաստարկներից նրանք վստահ են, որ այսուհետ երկրի օրենսդիր, գործադիր ու դատաիրավական ողջ համակարգը կկառավարվի մեկ մարդու կողմից։ Համաձայն եք այս դիտարկմանը։ Դա այդպես է, եւ ամբողջ հարցն այն է, թե ինչքանով կարողանա ընդդիմությունը կոնսոլիդանալ գալիք 24 կամ 28 ամիսների ընթացքում մինչև 2019 թվականի նոյեմբեր եւ կարողանան այնպիսի հակակշիռների մեխանիզմներ ստեղծեն, որ հնարավոր լինի քաղաքական հակակշիռ ստեղծել։ Դա հեշտ խնդիր չի լինելու, հաշվի առնելով նաեւ ընդդիմության բավական թույլ լինելու հանգամանքը, նկատի ունենալով նաև հանգամանքը, որ հանրապետական ժողովրդական կուսակցությունը, որը ընդդիմացավ այս Էրդողանին եւ ոչի պայքարը ղեկավարեց, նրանք անկարող եղան իհարկե հաջողության հասնել, բայց այն արդյունքը, որ նրանք արձանագրեցին, բավական տպավորիչ էր։ Եվ երկրորդ պարագային քրդամետ ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը, որը բավական թույլ վիճակում է այժմ գտնվում նրա ամբողջ ղեկավարությունը գլխատված ճաղերի հետևում են անազատության մեջ են եւ իրապես չկարողացան այս մասնակցությունը բերել ոչի պայքարին։ Փաստորեն ընդդիմադիրները խոսում են հնարավոր կեղծիքների մասին եւ պատրաստվում են վիճարկել ընտրությունները։ Եթե չեմ սխալվում, Թուրքիայում ընտրական ինստիտուտը շատ ավելի զարգացած է, քան օրինակ Հայաստանում եւ սա տիպիկ իրավիճակ անվանել, թե ոչ, երբ ընտրություններից հետո ընդդիմադիրները բարձրաձայնում են կեղծիքների մասին, թե իսկապես նոր արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ 2000 իրավացի եք, Թուրքիայում քաղաքական ինստիտուտները ընտրության ինստիտուտը բավական կայացած է եղել եւ քիչ դեպքեր են հայտնի հանրապետության շրջանում, երբ ընտրությունների արդյունքները հարցականի տակ են դրվել։ Այս անգամ կարծես իրավիճակն այլն էր, սակայն պետք է ասեմ, եթե հիշողությունը չի դեպաչեն 2007 թվականից սկսվեցին նմանատիպ դրսևորումներ, որոնք կասկածի տակ էին դնում ընտրությունների արդյունքները ավելի փոքր մասշտաբի, սակայն այս անգամ գործ ունենք բավական մեծածավալ, մեծամասշտաբ խախտումների հետ, սակայն այդ խախտումները ոչ միայն բռնության հետ կապված խախտումներ են կամ ընտրատեղամասերում տեղ ունեցած խախտումներ, այլ նաև ընդհանրակարգային խախտումներ։
եւ Թուրքիան այդ առումով բավական հստակ է իր ընտրական օրենսգիրքը կիրառում եւ բարբերաբար փոխում են նաեւ ընտրական գործընթացները, սակայն այս անգամ այն լուրերը, այն ծավալը, որի մասին ընդդիմությունը խոսում է, իրոք աննախադեպ էր։ Եվ տարբերություններն են, որոնք շատ մեծ չեն, գուցե մեր աշխարհում մեծ չէ, 1.350.000 ուրեմն ձայնի տարբերության մասին է խոսքը գնում եւ հնարավոր է նաեւ վերահաշվարկներ լինեն որոշ շրջաններում, որովհետեւ իրոք հատվածներ են եղել, որտեղ բացի եղել են ընտրախախտումներ, դրա մասին վիդեոներ կային եւ 3 ամբողջ օրը մամուլը ողողված էր նմանատիպ հաղորդագրություններով, այնպես որ հետընտրական որոշ զարգացումներ եւս չեն կարող բացառել։ Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ Թուրքիայի հասարակությունը բաժանված ու խիստ բևեռացված է, որովհետև նույնիսկ լուրեր կային այն մասին, որ Դիարբեքիրում օրինակ ընտրատեղամասերից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել հենց այս թեմայով եւ 3 զոհ կա։ Այո, խոսում ենք անգամ մինչև 10 զոհի մասին, 3 մամուլը դրա մասին է խոսում։ Առաջին անգամ չի, որ Թուրքիան նման երկփեղված, պարակված վիճակում է գտնվում 90-ականներին էլ դիսկուրսը հակառակ ուրեմն ուղղությամբ էր ընթանում եւ այնտեղ աշխարհիկության եւ իսլամականների միջև էր բաժանված երկիրը։ Հայաստանյան այլ փորձագետներ եւս տեսակետ են հայտնում, որ սահմանադրական փոփոխությունից հետո Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ավելի վտանգավոր եւ անկանխատեսելի գործիչ կդառնա ոչ միայն սեփական երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Սահմանադրությունը փոփոխելով նախագահ Էրդողանը Թուրքիան միանձնյա կառավարելու հնարավորություն ստացավ, ինչը նրան ավելի անկանխատեսելի ու վտանգավոր կդարձնի, վստահ են հայաստանյան փորձագետները։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանը կարծում է, որ գրեթե բացարձակ իշխանություն ստացած Էրդողանը կսկսի վարել ավելի իսլամամետ, ծայրահեղական քաղաքականություն։ Հաշվի առնելով Թուրքիայի ավանդույթները, հաշվի առնելով անցյալը, կայսերական անցյալը, հաշվի առնելով Էրդողանի մարդկային հատկությունները, որպես պետական գործի հատկությունները, եղավ այն, ինչ որ սպասվում էր։ Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի շրջանին, երբ որ Աթաթուրքը կառավարում էր երկիրը։ Վերջի տարիներին մենք տեսնում ենք անընդհատ Էրդողանը քայլեր էր ձեռնարկում իր միանձնյա կառավարությունը ուժեղացնելու առումով։ Եվ սա արդեն, այսպես ասած, օրինականացրեց դա։ Նրան պետք է մի այնպիսի Թուրքիան, որը ավելի իսլամամետ քաղաքականություն կվարի, այնպիսի Թուրքիան, որը ավելի վճռական արտաքին քաղաքականություն կվարի, որը այդ վճռականությունը ես իհարկե մեղմ ասեցի, որը շատ անգամ վերածվում է արկածախնդրության։ Եվ նրան պետք է այնպիսի Թուրքիան, որը ավելի իր կողմից հեշտ կառավարվող կլինի։ Նա ըստ էության իմ ընդհանուր գնահատական այն է, որ սանձել է Թուրքիան։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն էլ վստահ է, բացարձակ նախագահական կառավարման համակարգում Էրդողանը գրեթե սուլթանին հավասար իշխանություն կունենա, ինչը նրան առավել վտանգավոր է դարձնում։ It's not just a move to a presidential system of government. Սա միայն անցում չէ կառավարման նախագահական համակարգի, սա նշանակում է նաև ավելի հզոր նախագահ առանց հաշվետվողականության, ով ունի իշխանություն թույլ դատական համակարգի ու մարգինալացած խորհրդարանի նկատմամբ։ Այսպիսի մեկ մարդու համակարգն իրապես վտանգավոր է, ինչպես Ստալինի ու Հիտլերի պարագայում։ Such a one-man system, whether it was under Stalin or Hitler, is essentially dangerous. Փորձագետի պնդմամբ իշխանությունն ամրապնդելով Էրդողանը հանդիպելու է արևմուտքի դատապարտմանը, ինչը Թուրքիան ավելի կմոտեցնի Ռուսաստանին, վտանգ ստեղծելով Հայաստանի համար։ We should both welcome, but also perhaps fear. Մենք պետք է ողջունենք, բայց հավանաբար նաև զգուշանանք Մոսկվայի եւ Անկարայի միջև հարաբերությունների բարելավումից, ինչը կարող է առնչվել Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Տարածաշրջանային հեռանկարի առումով մենք պետք է վախենանք պատմության կրկնությունից, երբ ռուս-թուրքական համագործակցության արդյունքում մենք կրկին կորուստ կունենանք։ Where we lose once again. Թուրքագետ Ռուբեն Սաֆրասյանի կարծիքով Թուրքիայի համար առաջնայինը քրդական պետության ստեղծումը կասեցնելն է, ինչպես նաև մերձավոր արևելքում ծավալվող գործընթացներին առավել ներգրավումը։ Նման պարագայում Սաֆրասյանը հայ-թուրքական հարաբերություններում էական փոփոխություն չի ակնկալում։ Հայաստանը աշխարհաքաղաքական առումով, տնտեսական առումով Թուրքիայի համար ներկա պայմաններում առաջնային նշանակություն ունի, դրա համար կարելի է թողնել հարաբերությունները նույն գոյություն չունեցող մակարդակի վրա։
Սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքներով 3 Թուրքիայի բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որով նախագահ Ռեջեփ Էրդողանը ստանում է աննախադեպ լիազորություններ եւ տեսականորեն մինչեւ 2029 թվականը նախագահելու հնարավորություն։ Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել, որոնք կտևեն մինչև ուրբաթ։ 30,000 զինծառայողի, 250 տանկերի և զրահամեքենաների, հրթիռահրետանային համակարգերի և այլ ռազմական տեխնիկայի մասնակցությամբ ուղեկցվող այս վարժանքներն անցկացվում են հատկապես բարդ ռելիեֆային պայմաններում մարդ մղելու սցենարով։ Ադրբեջանը հայտարարում է, որ զորավարժություններով ստուգում է զորքերի մարտական պատրաստվածությունը։ Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորավարժություններին մասնակցում են 30,000 զինծառայողներ, 250 տանկեր և զրահամեքենաներ, հրթիռահրետանային 200 համակարգ, մարտական 25 ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և հետախուզական նորագույն սարքավորումներ։ Կիրակի օրը սկսված զորավարժությունները շարունակվելու են 5 օր, ավարտվելու են ապրիլի 21-ին։ Զորավարժությունները անցկացվում են բարդ ռելիեֆային պայմաններում մարտեր մղելու սցենարով։ Հրթիռային և հրետանային համակարգերը դուրս են բերվել կրակային դիրքեր, ստեղծվում են գրոհային խմբեր, ըստ անհրաժեշտության վերատեղակայվելու են ստորաբաժանումները, հրամանատարային կետերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշված է, որ լայնածավալ զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը, կազմակերպել զինված ուժերի կառավարումը և փոխգործակցությունը, և այդ բոլոր գործողությունները պետք է մոտեցվեն մարտական իրավիճակի պայմաններին։ Ռուսական Russia Today հեռուստաընկերությունը օրերս հաղորդում է հեռարձակել ադրբեջանական բանակի մասին, նշելով, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանում ամենահարուստն է։ 90-ական թվականների համեմատ Ադրբեջանի ռազմական բյուջեն 20 անգամ մեծացել է։ 2003 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն $160 միլիոն էր, իսկ 10 տարի անց 2013 թվականին 3 միլիարդ 700 միլիոն $։ Ադրբեջանը սպառազինություններ է գնում Ռուսաստանից, Թուրքիայից, Իսրայելից, ինչպես նաև օգտագործված ինքնաթիռներ Ղազախստանից և Ուկրաինայից։ Կրեմլին մոտ կանգնած հեռուստաընկերության բերած տվյալներով Ադրբեջանի բանակը այսօրվա դրությամբ 314 տանկ ունի, 1600 զրահամեքենա, 550 հրետանային տարբեր համակարգեր, 70,000 զինծառայող և 300,000 պահեստայիններ։ Աշխարհի երկրների զինված ուժերի հզորությունը ուսումնասիրող Global Firepower կայքը անցյալ տարի հրապարակել էր զեկույց աշխարհի երկրների բանակների մասին։ 2016 թվականի զեկույցում Ադրբեջանը աշխարհի 126 երկրների շարքում 60-րդ տեղում էր, 34 կետով հետ թողելով Հայաստանին։ Հայաստանը իր բանակի հզորությամբ այդ զեկույցում 94-րդն էր։ Այժմ օրվա միջազգային լրահոսի կարևոր իրադարձությունների մասին մեկ տեսաշարով։ Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ ընտրողների մի զգալի հատվածն իր դժգոհությունն է արտահայտում ազգայնականների առաջնորդ Մարին Լե Պենի հաջող ժողովրդականության առթիվ։ Կիրակի օրը ոչ ազգայնականությանը կարգախոսի ներքո բողոքի ակցիա էր կազմակերպվել Փարիզի արվարձաններից մեկում։ Երբ 2002 թվականին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ Մարին Լե Պենի հայրն անցավ երկրորդ փուլ, բոլորը սարսափած էին։ Այսօր սակայն որևէ մեկը վախեցած չէ։ Դա է պատճառը, որ ես մասնակցում եմ այս ակցիային, հիշեցնելու համար, որ նեոնացիստները շարունակում են աջակցել Լե Պենների ընտանիքին, նշում էր ցույցի մասնակիցներից մեկը։ Les néofascistes sont toujours derrière la famille Le Pen. Երթը սակայն արագորեն վերաճեց ոստիկանների հետ բախումների բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու նպատակով Փարիզի ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում արցունքաբեր գազ կիրառեց։ Oui, chacun serait responsable. Un parti n'arrive pas au pouvoir sans que
Ես անձնական պատասխանատվություն կզգամ, եթե Մարին Լե Պենը հաղթի առաջիկա ընտրություններում, հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը։ Ցանկացած մեկն իմ փոխարեն նույնպիսի պատասխանատվություն կզգար։ Այս կամ այն կուսակցությունն իշխանության չի գալիս առանց քաղաքացիների ընտրության։ Եթե ես որպես պետության ղեկավար չեմ կանխել դա, չեմ զգացել, որ իրադարձությունները նման սցենարով են զարգանում, ուրեմն քաղաքացիներն առաջին հերթին հենց ինձ կարող են մեղադրել, որ ծայրահեղաճ կուսակցությունն իշխանության է գալիս Ֆրանսիայում, հայտարարում էր Օլանդը։ Իսրայելական կալանավայրերում գտնվող ավելի քան 1500 պաղեստինցի բանտարկյալներն այսօր անժամկետ հացադուլ են հայտարարել, պահանջելով բարելավել բանտային պայմաններն, ավելացնել հարազատների հետ տեսակցությունների թիվն, ինչպես նաև վերջ տալ առանց դատարանների վճռի կալանավորումների պրակտիկային։ Ի պաշտպանություն բանտարկյալների այսօր բողոքի գործողություններ են մեկնարկել Հորդանանի արևմտյան ափի եւ Գազայի հատվածի մի շարք բնակավայրերում։ Դրանք ուղեկցվել են բախումներով իսրայելական բանակի եւ ոստիկանության հետ։ Կուբայի եւ Միացյալ Նահանգների 2 տարի առաջ մեկնարկած հարաբերությունների բարելավման գործընթացի շրջանակներում Կուբայի իշխանությունները 3-ից 6000 դոլար վճարի դիմաց հնարավորություն են տալիս ամերիկացի բայքերներին մոտոարշավներ կազմակերպել կղզու տարածքում։ Նախաձեռնության հեղինակը կուբացի հեղափոխական Չէ Գևարայի որդին է Էրնեստո Գևարան, ով ամերիկացիների համար մոտոարշավներ կազմակերպող ընկերության հիմնադիրն է։ Մանուկ հասակում ինձ դուր էին գալիս մոտոցիկլետները, մեքենաներն, արագությունն, այդ իսկ պատճառով էլ ես համաձայնեցի ընկերոջս առաջարկին եւ մենք հիմնադրեցինք այս բիզնեսը, նշում է կուբացի կոմունիստների ամենահայտնի առաջնորդներից մեկի որդին։ Վերադառնանք Հայաստան, անդրադառնանք բնապահպանական մի խնդրի։ Դիլիջան ազգային պարկին պատկանող Գոշ լճի տարածքում 3 օր շարունակ ծանր տեխնիկա է աշխատել, ինչի հետևանքով ըստ բնապահպանների խախտվել է հատուկ պահպանության առարկա հանդիսացող լճի էկոհամակարգը։ Ազատությունը վերադարձել է լճի տարածքից։ Այս այցի տարբերությունը մեր մյուս Գոշի այցերից կայանում է նրանում, որ նախկինում մենք գիտեինք ինչ ենք տեսնելու, իսկ հիմա ընդհանրապես չենք էլ պատկերացնում, թե ինչ ենք տեսնելու, այսինքն մեր իմացած Գոշը չգիտենք ինչ տեսքով կտեսնենք։ Արշավականների այցն այս անգամ ոչ թե տուրիստական, այլ բնապահպանական նշանակություն ունի։ Հեռու Գոշից նախաձեռնության անդամները Գոշ լճի տարածք եկան մամուլում հնչած ահազանգի հետքերով, թե տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքի հետևանքով խախտվում է տեղի լանդշաֆտն ու էկոհամակարգը։ Facebook սոցիալական ցանցում լճի փրկության համար էջ ստեղծեցին ու սկսեցին ակցիաներ նախապատրաստել։ Թրջկանի ջրվեժի համար պայքարած երիտասարդները համոզված են, թե բնության հաշվին հերթական բիզնես նախագիծն են ցանկանում կյանքի կոչել։ Սովորական խորովածանոց են սարքելու իմ կարծիքով, որտեղ եթե այս ձևով են սկսել աշխատանքները տանել, դժվար թե ինչ-որ կիրթ շինարարության կամ քաղաքական ուրիշ ձև ինչ-որ սիրուն բան դժվար թե պատկերացնեմ, էլի, այս ոճով սկսելուց հետո։ Միգուցե լավ բան արվում, բայց ոչ հենց լճի շրջակայքում։ Հնարավոր է այդ էկո քոթեջները, մնացած մնալու տեղերը, գիշերելու տեղերը կառուցվեն հենց ճանապարհի վրա կամ հենց Գոշ համայնքում, որ գյուղացիները եւս աշխատանքով ապահովված լինեն, բայց ոչ հենց լճի հարակից տարածքում, որտեղ պետքա որ ծառեր կտրվեն, հատվեն ծառեր, նոր դրանց փոխարեն տեղադրվեն քոթեջներ։ Դրան կքննարկենք, հանրային քննարկում կլինի, բայց այս պահին կարծում ենք, որ այդ տարբերակը ճիշտ տարբերակ չի։ Տարածքում աշխատանքներ իրականացնող վենդոր ընկերության ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, թե աղբն են հավաքել եւ ճահիճ դարձող լիճը մաքրել։ Դիլիջան ազգային պարկի տարածքում գտնվող լիճը 60 տարով վարձակալության է հանձնված վենդոր ՍՊ-ին։ Վարձակալության նպատակն է հանգստյան գոտի ստեղծել եւ մատուցել սպասարկման ծառայություններ։ Ակտիվիստների խոսքով, սակայն, հատված ծառերը, ամենուր թափված պլաստիկ շշերն ու լճի անմխիթար վիճակը հակառակի մասին են խոսում։ Գեղեցիկ տեսարանի փոխարեն ցեխակույտ ենք տեսնում, ասում են։ Դուք եք կար, ռակ եք կար։ Պատերազմից հետո լինի Գոշ պատերազմի դաշտն է, այդտեղ հավիրացան։ Որ կյանքում չէի մտածի, որ Գոշը սենց կտեսնի։
երբ որ իրանք սիրուն ինչ-որ նյութ են ներկայացնում հանրությանը, որ այստեղ ինչ-որ աշխատանքներ է կատարվել, էս էլ է արդեն, եթե հենց ամենաառաջի օրվանից, որ իրանք այստեղ աշխատում են, արդեն փորձում են ստել, արդեն փորձում են վնասել, ես չեմ կարծում, որ մի ընկերություն, որ նման սկզբունքներով է սկսել իր գործունեությունը, կկարողանա որևէ էկոտուրիզմ զարգացնել կամ էկոլոգիական ինչ-որ բան անել այստեղ։ Ծառերը տեսանք շատ տարածքում պտտվում ենք, նոր կտրված ծառեր են ու չգիտեմ, ստիպելու են փոխհատուցի այդ կազմակերպությունը կտրված ծառերի համար թե ոչ, այս պահին համենայն դեպս գյուղացիներն էլ մենք էլ շահագրգռված ենք, որ չթողենք այստեղ ինչ-որ մի բան կատարվի, հուսով եմ, որ ավելի շատ կլինեն այն մարդիկ, ովքեր որ սրտացավ են, հուսով եմ այս անգամ գոնե նախարարությունը մի քիչ ավելի աչալուրջ կլինի ու չթողի, որ այս ամեն ինչը իրականանա։ Բնապահպանության նախարարության մոտ ակտիվիստները նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին իրականացրել։ Ամերիկյան համալսարանում անցկացվող էկոտուրիզմի զարգացմանը նվիրված միջոցառման ժամանակ էլ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ելույթն ընդունել Գոշ լճից հեռու մնալու կոչերով։ Ակտիվիստների հետ առանձին հանդիպման ժամանակ արդեն Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե տարածքում ծանր տեխնիկայի աշխատանքներն առայժմ կասեցվել են ու ծառայողական քննություն է ընթանում։ Նախարարը խոստացել էր, որ աղբը 3 օրում կմաքրվի, իսկ լիճն իր նախկին տեսքը կստանա 20 օրվա ընթացքում։ Բարեբախտաբար, գոնե լճի մասով այն ինչ արվել է ներսում, այսինքն հանվել է, դա վերականգնվող է, որտեղ իրմը, որը հանվել է, ինքը նորից նարս ամիս հետո ինք վերականգնվում, պակասով, որ նորից մասում ժամանակին տանքվեց, որ նաև ակտիվ աջակցություն։ Այսօր արդեն երկրորդ օրն է սկսվել, մենք տեսնում ենք, որ այստեղ ոչ մի աշխատանք չի իրականացվում, ես չգիտեմ վաղվա վերջում կամ մյուս օրը արդեն այստեղ որևէ մեկը էլի ձեռք կտա ինչ-որ մի բան կանի, թե չէ։ Նախարար Արծվիկ Մինասյանի հետ ակտիվիստներն այս շաբաթ նորից կհանդիպեն երիտասարդները, նրա համար լուսանկարների ու հարցերի մի ամբողջ փաթեթ են պատրաստել։ Ազատություն TV-ն այսօրվա համար նախատեսել էր այսքանը, ցտեսություն։ Ազատություն TV, անտեսանելին տեսանելի։ Օրվա ցանկացած պահի, միշտ հասանելի, ձեզ հարմար վայրում։ Եթե կա իրադարձություն, դուք ականատես եք։ Ուղիղ հեռարձակում, իրականությունը ինչպես որ կա։ Ազատություն TV։ Միայն հավաստի լուրեր։